ես գիտեմ նաև, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել երկու երկրի ղեկավարների միջև, շատ աշխատանքային, շատ արդյունավետ, հույս ունեմ պարոն վարչապետը այն մասը, որը որ կգտնի ճիշտ, ինքը ձեզ կպատմի, բայց միևնույն ժամանակ այո, ընդունում եմ, որ այդ խոսակցությունը այնպես չէ, որ մենք հաճախ ենք դնում երկու երկրների, որևիցե երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի կարծիքը եւ տեսակետը նույնպես ներկայացրեց եւ այն բոլոր հրապարակումները, որոնք որ համացանցում կան, այդ գնահատականը կիսում են, որը որ ես տալիս եմ, դա process է, դա բանակցություն է, դա խոսակցություն է, որը որ կարծում եմ նաեւ դրական կողմեր պարունակում, օրինակ ակնհայտ էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսում էր քաղաքական ուժերի մասին, ռուսամետ քաղաքական ուժերի մասին եւ այլևս այդ ուժերը չեն կարող ասել, որ իրանք Ռուսաստանի Դաշնության հետ որևիցե կապ չունեն, այդ առումով ենթադրում եմ, որ ընկալում չկա, որ այդ արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում շատ բացասական էմոցիա է առաջացնում, հա, մենք հոգնել ենք դրսից քաղաքական դաշտ բերվող եւ նշանակովի նախագահներից եւ երկրի ղեկավարներից եւ բացեբաց ասեց ես իմ տղեկն են, կլինի իրանք էլ մասնակցեն, ինչին ի պատասխան մեր վարչապետը ասեց մեր համանդությունը թույլ է տալի մասնակցել այնքանով որքանով եւ մնացած առումով ազատ երկիր ենք եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կանի։ Ես կարծում եմ արջի ծառայություն մատուցեց նաև այն բանը, որ այդ առաջ էր, երբ որ ասում էին դե Մոսկվայից դաբրոն կա եւ այլ եւ այլ, այստեղ դաբրո Հայաստանի Հանրապետությունում այլևս մի դաբրո կա, դա Հայաստանի ժողովրդի դաբրոն է եւ Հայաստանի ժողովուրդը չի սիրում, որ դրսից են իրան ասում։ Բայց նաև գազի գնի հետ կապված, պարոն Սիմոնյան, էլի բաց ասվեց, հիմա եթե բարձրանա գազի գինը, էլի մենք ոչինչի ադամերտոց կգանք։ Երբ որ գիտեք ինչ, հարցը տեղին է, բայց կրկնում եմ նման խոսակցություններ էլի եղել են։ Երբ որ մենք կգանք կհասնենք այն կետին, երբ որ ինչ որ գործողությունների հետ կապված բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կամ մեր գործընկերները կմեկնաբանի։ Ես ձեզ ասում եմ, որ խոսակցությունը տեղի ունենում, մենք ասել ենք ու ես կրկնում եմ վերահաստատում եմ, մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևիցե բան չենք անել ու չենք արել ու չենք պատրաստվում անել, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը